Ջրծաղիկի բնորոշ կլինիկական նշանները, ինչպես նշեցինք, բարձր ջերմություններ, մարմնի ցանը, քորը, այդ դեպքերում սկզբնական շրջանում բուժական միջոցառումները հիմնականում լինում են սիմպտոմատիկ, այսինքն ըստ անհրաժեշտության, դրանք ջերմիչեցնողներն են, առատ հեղուկներն են եւ հակաքորային պրեպարատները։ Եվ անտիբիոտիկի անհրաժեշտություն մենք չունենք։ Անտիբիոտիկը տրվում է միայն բարդացած դեպքերում, երբ որ լինում են այդ իմ նշված պուստուլաները, թարախակալված էլեմենտները, ցելյուլիտ է զարգանում կամ թոքաբորբեր են զարգանում, էնցեֆալիտ է զարգանում, դա խիստ ցուցումով է տրվում։ Հիգիենայի հետ կապված անհրաժեշտ է երեխային պարտադիր լողացնել, ես սա ուզում եմ նշել, քանի որ դեռ հին ժամանակներում փորձում էին չպետք էր լողացնել, երեխաներին այդպես պահում էին։ 20 օր Ինչ 20 օր պահում ենք 20 օր պահում էին այդպես, այո, եւ դա բերում էր մի շարք բարդությունների, նույն այդ վեզիկուլաների ինֆեկցվելը պայմանավորված էր հենց դրանով։ Այդ իսկ պատճառով ես ծնողներին միշտ իմ պացիենտների խորհուրդ եմ տալիս ամեն օր երեխային լողացնել։